ես բումբումի Ժպիտը կոտակի տոտաները բումբումի Սիրո լծրուսատերը դու ամենքի Սիրո լծրուսատերը ամենքի Սիրո լծրուսատերը դու ամենքի Եթե որոշել եք ձեր փոքրիկի ծնունդը նշել տանը, դպրոցում կամ մանկապարտեզում, ապա զանգահարեք եւ ուրախ ծաղրացուներն ու հեքիաթի հերոսներն այցելելով ձեզ այն կդարձնեն հրաշքներով լի տոն։ Լավագույնը փոքրիկների մեկ սիրով սպասում ենք ձեզ։ Ես շարունակում եմ փնտրել այս մոլորակի ամենախելացիների եւ եք ուշադիր, շուտով հնչելու են հարցերը։ Այսօր նույնպես ես պատրաստել եմ ձեզ համար 3 հարց։ Դուք պետք է զանգահարեք 099207044 հեռախոսահամարով եւ պատասխանեք այդ հարցերին։ Եղեք ուշադիր։ Այսօրվա գործը վաղվան մի թող։ Եկեք, հավատվեք, մենք հեքիաթ ենք պատմելու։ Գիկոսի մամ։ Մի աղքատ մարդու կինելին ունենում են 3 աղջիկ։ Մի օր հերը աշխատելիս է լինում, ծարավում է և մեծ աղջիկան ջուրն է ղրկում։ Այս աղջիկը կուժն առնում է, գնում է խույրը։ Աղբյուրի գլխին մի բարձր ծառ է լինում։ Այս ծառը որ տեսնում է, իրեն միտք է անում։ Հիմի որ ես մարդի գնամ ու մի որդի ունենամ, անունն է տնեն Գիկոս։ Գիկոսը գա, այս ծառին բարձանա ու վեր ընկնի, քավդիքի մեռնի։ Վայ, Գիկոսյան, վայ։ Տեղն ու տեղը նստում է ծառի տակ, սկսում է սուֆանը։ Գնացի մատի ունեցա ոտի, անունը Գիկոս, կտակը պոպոս, վերելով ձայն, ցածիկով կայն, վայ, Գիկոս ճան, վայ, ոտի ճան։ Մերը սպասում է, տեսնում է ետ չեկա, միշնեք աղջիկան է ուղարկում։ Ասում է, գնա մի տես քույրդ ինչի ուշացավ։ Միշնեք աղջիկն է գնում։ Մեծ քույրը սրան հեռուց տեսնում է, սա ավելի այդ ձայնը բարձրացնում։ Արի աղբակ մորքուն, նայ քո Գիկոսը ինչ եղել։ Ինչ Գիկոս։ Գնացի մատի ունեցա ոտի, անունը Գիկոս, կտակը պոպոս, վերելով ձայն, ցածիկով կայն, վայ, Գիկոս ջան, վայ, ոտի ջան։ Վայ, Գիկոսյան, վայ։ Գոռում է միջնեք, քույրը նստում է մեծ կրոջ կողքին։ Ու սկսում են միասին սուք անել։ Վայ, Գիկոս ջան։ Մերը սպասում է, տեսնում է չեկա։ Պստիկ աղջիկան է ղրկում։ Մի եղիր ուրակի պես, միշտ դեպի քեզ, այլ եղիր սղոցի պես, մեկ դեպի քեզ, մեկ դեպի մեզ։ Հիմի պստիկ աղջիկն է գնում է տեսնում, երկու քուրեր աղբուրի գլխի նստած լաց են լինում։ Ինչի եք լաց լինում։ Մեզ քույրը ասում է,
գնացի մարդի, ունեցավ որդի, գդակը պոպոս, անունը Կիկոս, վերավ ծառին, հետ ընկավ քարին, վայ Կիկոս ջան, վայ բալա ջան, վայ քումոր քուրին Կիկոս ջան, վայ, սա էլ է տալիս գլխին, նստում մյուսների կողքի և ձեն-ձենի տալիս։ Մերը սպասում, տեսնում աղջիկները չեկան ինքն է գնում։ Հեռվից իրենց մորը տեսնում են, թե չէ, երեք աղջիկն էլ կանչում են։ Արի, անբախտատի, տես թորանդ գլուխը ինչ է եկել։ Ինչ թոյայ աղջիկ եք, ինչ է պատահեն։ Մեծ աղջիկը բա չես ասի, այ մեր։ Գնացի մարզի, ունեցավ որդի, գդակը պոպոս, անուն էլ Կիկոս, վերելով ծառին, ցած ընկավ քարին, վայ Կիկոս ջան, վայ որդի ջան։ Վայ քովանա քո տատի, աչքերը Կիկոս ջան։ Մեն է ծնկանը զարկում է, նստում է աղջիկների կողքը լաց է լինում։ Քսում է նրանց հետ սուք անել։ Մարդը տեսնում է կինն է գնաց, ասում է սա հետ չեկավ։ Գնան տեսրել ինչ պատահեց։ Որ սրանք իրար ետևից գնացին, մնացին աղբերում։ Վեր եկենում, գնում։ Կնիկն աղջիկերը հենց սրա գլուխ հեռվից տեսնում են, թե չէ։ Ձեն են տալի։ Արի, անբախտ պապի, արի տես, քու Կիկոսի գլուխը ինչ է եկել։ Վայ քո Կիկոսին, ինչ Կիկոս, ինչ եք ասում։ Զարմանում է մարդը։ Մեծ աղջիկը թե բա չես ասի լայ հետ։ Գնացի մարդի, ունեցավ որդի, գնդակը պապոս, անուն է Կիկոս, վերելով ծառին, ցած ընկավ քարին, վայ Կիկոս ջան, վայ բալա ջան, վայ Կիկոս ջան, ծնկներին տալիս են, սուք են անում մեր ու աղջիկեր, սրանք միջին խելոքերների լինում, ասում է, այ հիմարներ ինչ եք նստի այստեղ սուք անում, ինչքան է սուք անեք, ինչքան է լացել եք, քո Կիկոսն էլ կենդանանալու չի, վեր կացեք, եկեք գնանք մեր սուն, մարդ կանչենք, ժամ ու պատարակ անենք, Կիկոսի քելեղը տանք, լացո ինչ պետք է անենք, աշխարհի կարգը ինչպես եկել է, այնպես պետք է գնա, դու միասին սրանց ունեցածը չորս ոտանի եզ է լինում, ունեցած փոշի մի քթից արուր, գալիս են էս եզ մորթում, էս մի քթոց արուրը, հացը թխուժողովորն է կանչում, ժամ ու պատարակ են անում, Կիկոսի քելն են ուտեսնում, որ նոր հանգստանում են, վերջ։ Մեր հեքիաթը ավարտվեց, բա, հեքիաթը ավարտվեց։ Վայ Կիկոս ջան, վայ բալա ջան, ես սիրում եմ այս հեքիաթը, Մի ձերքը ծապ չի